Ես Հայաստանից եմ, Սարյանն էլ է Հայաստանից, բայց դա չի նշանակում, որ բացի մեր թոնրից ու խաչքարերից ուրիշ բան չպետք է երգենք, պետք է տիեզերքի, լույսի, այն սահմանի, ի վերջո Աստծո մասին երգենք, Հենրի Գարուկյան Արվեստաբան, արվեստի քննադատ, իմ հայացքը Հենրիկ Գարուկյանի ստեղծագործությանը ուղղված, ավելի շատ ոչ թե օբյեկտիվ պիտի լինի, այլ սուբյեկտիվ այն առումով, որ ինքը իր ընկերների հետ միասին ներկայացնում էր մեր նախորդ սերունդը։ Նախ անդրադառնամ այո արմատներին Հենրի Գարուկյանի, նրա հայրը Հայորդի Գարուկյանը, որը Խարբերցու արմատներ ուներ, ծնվել է Հալեբ քաղաքում Սիրիայի։ 46 թվականին նրանք գալիս են Վանաձոր եւ այնպես է ստացվում, որ ծանոթանում է այնտեղ Վերգինե տատիկիս հետ, որը լոռեցի էր ծագմամբ, եւ ամուսնանում են։ Վեցին առաջինը Հենրին, հետո Գրիգորը եւ այնուհետեւ փոքր տղան Սարգիսը։ Այնպես վառ հիշողություններ, որպես այդպեսին ես պատմություն դժվար պատմեմ, բայց ես հիշում եմ իր անընդհատ լեյտմոտիվային այդ արտահայտությունը, որ մենք այնպիսի հաճույքով էինք բարձրանում Լորվա մայմեղ սարը։ Այդ սարը չգիտեմ ինչ մի կախարդական հատկություն ուներ, մագնիս էր եւ իրենք միշտ եղբայրներով անընդհատ սարերը, անտառները, ամբողջ մանկությունը անցել է այդ արշավների տակ։ Դրանից բացի ես կշեշտեմ, որ այնքան գունեղ մարդիկ էին իմ տատիկն ու պապիկը, Հայորդին եւ Վերգինեն, որ հենց այդտեղից էլ ձևավորվեց հայրիկի վառ անհատականությունը։ Բացի նրանից, որ Հայորդին աշխատել էր անգլիացիների մոտ խոհարար ռեստորանում Հալեբում, դրանից հետո, երբ որ եկան Վանաձոր, նա տատիկի քրոջ հետ մի գործ սկսեցին այդ պատերազմային վատ տարիներին, պատերազմից հետո համաշխարհային, որ երկուսով դարձան համար մեկը Վանաձորում, որոնք մշակում էին ֆոտոնկարներ։ Եվ բոլոր այդ մահացածների նկարները բերում էին այդ մարդիկ, որպեսզի մեծացվեն, գեղեցկացվեն, ռետուշ էր արվում ձեռքով։ Այդ մարդը բացեց հետագայում Վանաձորի համար 1 լուսանկարչատունը, որը կոչվում էր Ծիածան, եւ դարձավ իրոք համար 1-ը։ Նա այնպիսի մի ստուդիա էր բացել, որ ամբողջ Վանաձորը այնտեղ էր գնում եւ այդտեղից էլ սկիզբ առավ փաստորեն լուսանկարչությունը, որը կերպարվեստի հիմքերից մեկն է, ունի այն բոլոր սպեկտրերը, չէ, որից ձևավորվում է գեղանկարչությունը, հիմքը դրվեց փաստորեն պապիկով։ Իսկ տատիկս այնպիսի գունեղ կերպար էր, նա շատ սիրում էր երգել, անուշիկ մեղմ ձայն ուներ եւ այդ օրորոցայինները, այդ երգերը հայկական ժողովրդական, որ նա էր մատուցում իր նուրբ ձայնով, այդպես էլ քնացնում իր բալիկներին։ Փաստորեն այդ ամենը, այդ կոլորիտը լուսանկարչության եւ այն երգերի հայ մտան այդ 3 տղաների մեջ։ Փոքր հորեղբայրս էլ դարձավ գեղանկարիչ, իսկ միջնեկ հորեղբայրը Գրիգորը ինժեներ-մեխանիկ էր, որը էլի սկսեց նկարել վերջում արդեն կյանքի հասուն տարիքում։ Մի խոսքով, էս էր հիմնականը մանկության հետ կապված, ամենակարևորը, որ Հենրին այնտեղ սովորել էր նկարչական դպրոցում։ Եվ ինքը ավարտելով դպրոցը հարակրթական եւ նկարչական դպրոցը, որի ընթացքում շատ սիրում էր քանդակել եւ լուրջ քանդակներ էր արել, շատ մեծ շարք բազալտե եւ մարմարե քարերով, դրանք իհարկե մնացին Վանաձորի մեր տանը, որովհետեւ երկրաշարժի տարին երբ եղավ, մեծ արագությամբ շենքը համարվեց վթարային եւ մերոնք հորեղբայրս եւ տատիկ պապիկը ընտանիքով բոլոր տեղափոխվեցին Երևան։ Այդպես ստացվեց, որ այդ քանդակները այդպես էլ մնացին այնտեղ։ Այն ժամանակը, որի ընթացքում իրենք հայտնվեցին արվեստի ասպարեզում, եւ այն ժամանակը, երբ որ մեր սերունդներ հայտնվում արվեստի ասպարեզում, դրանք տարբեր ժամանակներ էին եւ տարբեր
խնդիրներ էին դնում արվեստագետների առաջ, տարբեր բարդության եւ արվեստի առումով, եւ սոցիալական առումով, եւ քաղաքական առումով, եւ տնտեսական առումով տարբեր խնդիրներ էին դնում եւ այդ արձագանքները, այդ խնդիրները դիմագրավելու փորձերը իրենց սերունդը եւ մեր սերունդը տարբեր ձևերով էր իրականացնում։ Երիտասարդ տարիները, երբ նա արդեն եկավ Երևան եւ ընդունվեց Գեղարվեստաթատերական ինստիտուտը, դրանք ամենանշանակալից տարիներն էին, 68-ին ընդունվել է, 73-ին ավարտել։ Ես մեկ հիշում եմ, որ հայրս անընդհատ շեշտում էր այդ տարիների ռեկտոր հայտնի, շատ հայտնի այլ քանդակագործ Արա Սարգսյանի անունը, որի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ էին։ Դա եմ հիշում, եւ նա լավ վարպետների մոտ ուսանելով ավարտեց, շատ ակտիվ է եղել, ահավոր աշխատասեր, մինչեւ հիմա մեր տանը պահպանված են իհարկե նրա մատիտանկարները, ճեպանկարները եւ այդ տարիների արած կոպիաները, որ ասում են, ասենք իտալական վերածննդի մի կոպիա արեց։ Այնքան աշխատել, որ հասել է մեկ ուրիշ որակական արդեն աստիճանի։ Ցանկացած արվեստագետ, եթե մենակ պարփակվի իր աշխարհում ինքը ուզենա միայն նկարել, նա չի զարգանալու։ Նրա մոտ պետք է լինի ուրիշների արվեստը տեսնել, ուրիշներին գնահատել, եւ այդ ամենը գալիս է նստվածքա տալիս, դու ինքդ քեզ սկսում ես արդեն հարց ու պատասխան եւ այլն, ձեռավորվում է կամաց ձեռագիրդ։ Եվ իհարկե Հենրիի մոտ այդպես է ստացվել։ Աշխարհի մտածելակերպ ուներ որպես գեղանկարիչ, էլի գույնային մտածելակերպը, փիլիսոփայական այդ մոտեցումը իր շատ մեծ տպավորություն եմ ստացել։ 2000-ական թվականներից Հենրի Գարուկյանի նկարչական ոճը կտրուկ փոխվում է։ Այդ տարիներին նա նկարում էր լավագույն կտավները։ Եվ հենց այդ տարիներին են հստակվում նրա Աստծո հետ համաձուլվելու, մարդու անմահության, մարդու վերածնվելու, այն կողմնային աշխարհի գոյության մասին փիլիսոփայական հայացքները։ Հետևաբար պատահական չէր Հենրի Գարուկյանի սերը Նարեկացու եւ Բախի նկատմամբ, որոնց նա իր ուսուցիչն էր համարում։ 2002 թվականին մենք հայրիկի հետ որպես հիմնադիր անդամներ հիմնեցինք Նոտա մշակութային բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Նրա նպատակն էր Հայաստանի հաշմանդամ, թոշակառու եւ փախստականի կարգավիճակ ունեցող երաժիշտների աջակցությունը, եւ մենք այդ շրջանակում մոտ 12 տարի, երբ որ գործեց 2-ից մինչև 12-14 թվականները, այդ կազմակերպության տարիների ընթացքում բազմաթիվ ակցիա համերգներ, ցուցահանդեսներ, հումանիտար օգնություն, տարբեր գործունեություն ծավալեցինք եւ հայրիկը իհարկե շատ ակտիվ էր նաեւ որպես խորհրդատու եւ որպես հիմնադիր անդամ անընդհատ ակտիվ մեր հետ էր, բայց նա երբեք իր արվեստանոցից չէր սիրում դուրս գալ։ Absolute, նրան շատ հրավիրում էին տարբեր տեղեր եւ հաղորդաշարերի յուր եւ տարբեր եւ սիմպոզիումներ եւ պլեներներ, բայց ինքը միշտ աշխատում էր ինքն իր աշխարհով, այսպես բրբտումներով հետաքրքիր էջեր էր բացում, որովհետեւ նախկին նկարչությունը ինչ որ ինքը ուներ 2000-ական թվականներից բացարձակ փոխվեց։ Ես հիմա իհարկե մենք ականատես կլինենք այդ նկարչությունը, որը ունեցել է մինչև 2000-ականները, դուք կտեսնեք նրա գունապնակի լրիվ այլ երանգներ եւ կտեսնեք 2000-ականներից հետո, երբ որ բացվեցին եւ վառ եւ պայծառ գույներ սկսվեց գալ, դա նրանց էր, որ մինչ այդ տարիները ինքը ունեցել է շատ դժվարություններ, հոգեբանական բարդ անցումներով եկել հասել է այն տարիներին, երբ որ սկսվեց նրա ակտիվ ցուցահանդեսները, շատ ակտիվ։ Ես պետքա շեշտեմ, նախ առաջին անհատականը, որը բացվել է Ժամանակակից արվեստի թանգարանում 73 թվականին, իհարկե շատ հաջող էր, բայց երկրորդը, որը 84 թվականին բացվեց Հայաստանի նկարիչների միության տան 3-րդ հարկում, դա ամենակարևոր եւ երևի բեկումնային, կարելի ասել, նրա կյանքի հատվածն էր։ Ինչու՞մ ներկայանում այդ բեկումը։ 15 տարի նկարիչը
ընտանիքը, երեխան, կինը եւ այլն չունեին ոչ արվեստանոց մենք եւ ոչ տուն, բնակարան։ Ապրել ենք վարձով, դժվար պայմաններ։ Իհարկե հայրիկը դասավանդում է նաեւ Հայաստանի գեղագիտական արվեստի կենտրոնում, Հերիկի Գետյանի ղեկավարությամբ։ Մայրս երաժշտագետ է, շատ լավ Ռոմանոս Մելիքյանի ակնառու երաժշտագետներից։ Այդ տարիներին, երբ որ նա կազմակերպեց 84-ին այդ ցուցահանդեսը, այնպես էր ստացվել, որ երկրորդ հարկում բացվել էր Մինասի ցուցահանդես անհատական։ Այնտեղ ժամանեց Կարեն Դեմիրճյանը իր ամբողջ շքախմբով նայել են, դուրս են եկել եւ մեկ էլ հանկարծ տեսել են, որ միջանցքում կա երրորդ հարկում Հերիկ Գարուկյանի անհատական ցուցահանդես հայտագիրը։ Կարեն Սերոփիչը ամբողջ այդ շքախմբով բարձրացել է երրորդ հարկ։ Բարձրացել են, նայել է շատ ուշադիր, մանրակրկիտ, մոտեցել հայրիկին, շնորհավորել, ասել, որ շատ տարբերվող արվեստ է, չէ՞ որ այն ժամանակ սոցիալիզմն էր տիրում, բոլորս գիտենք Լենին են նկարում, ահավոր էր այն ժամանակ ամեն ինչ խիստ, ասել է դուք լրիվ ուրիշ ոլորակում եք եւ մի հարց է տվել. ինչի կարիք ունեք դուք։ Բացարձակ հետաքրքիր պատասխան էր հնչել հայրիկից, որ ասել էր ես ոչինչի կարիք չունեմ։ Դրանից անցնում է 10 օր, Կարեն Սերոփիչը գնում է, չգիտեմ ինչ է լինում, ոնց է լինում, որ մեզ 10 օր անց դրանից զանգահարում են եւ մենք ստանում ենք եւ այս արվեստանոցը եւ բնակարան 16-րդ թաղամասում։ Դա մի անհասկանալի տարիներ երևույթ էր, որ հայրիկի ուրախությանը ուղղակի չափ չկար։ Այդքան տարի հետո այսպիսի սյուրպրիզ, մարդը, որ ոչինչ չի ուզել, ինչպես կարող էր էլի ղեկավարը երկրի այդպիսի քայլ անել։ Նա հետաքրքրվել էր եւ իր քայլն արել էր։ Մի խոսքով սկսեցին ավելի ակտիվ, շատ ավելի ակտիվ տարիներ հայրիկի մոտ եւ ինքը ցուցահանդեսների անընդհատ մեկնում էր տարբեր արտասահմանյան երկրներ, ցուցահանդեսներ ամեն երկրագնդի բոլոր մասերում, սկսել ենք, ես կուզենայի շեշտել ԱՄՆ-ի Լոս Անջելեսյան ցուցահանդեսը, որը 3 նկարիչով մեկնեցին, Հերի Գարուկյան, Կարլեն Սայադյան եւ Գագիկ Շահինյան, այդ 3-ի ցուցահանդեսը բացումից մի քանի ժամ անց, այնպես է կազմակերպված, ամիսներով պատրաստվել էին։ Ամբողջ ցուցահանդեսը վաճառվել էր։ Եվ այդ ցուցահանդեսից գործեր ձեռք բերել հայրիկից հայտնի դերասան Դուգլասը, որ զարմանում ես, թե ոնց կարող է այդպիսի բան լինել։ Մի խոսքով այդ տարիներից հետո սկսվեց Մոսկվա, Անտվերպեն, Ֆրանսիա, Սուդան եւ բոլոր երկրներով ամենանշանակալիցը ես կուզենամ շեշտել, որ դրանք պետական մակարդակի հասարակ ցուցահանդեսներ չեն եղել։ Օրինակ Հունաստանի Աթենքի նրա մասնակցությունը Հայաստանի անկախության նվիրված խմբակային ցուցահանդեսին դա շարունակից էր անցել։ Շատ նպատակասլաց մարդ էր, այդպիսի մարդ քիչ կա, որ դնում է նպատակը եւ որպես կանոն հասնում է։ Այդ բոլոր իր անցած ցուցահանդեսները եւ մնացած հարցերը, որոնք կարողանում էր նա կարգավորել հասարակական եւ քաղաքական առումով շատ էր մտածում, ինքը ուներ նպատակներ, բայց հիմնականում արվեստի մեջ էին դրանք, լուրջ գլոբալ նպատակները։ Իր խոսքից մի մեջբերում կանեմ, երբ որ ասում էր բացի քո անելիքը կա նաեւ Աստծո անելիքը։ Եվ ինքը հենց անվերապահորեն դրան էր հավատում։ Դա համարում էր իր նշանաբանը, որովհետև դու կարող ես անել, ինքը բացատրում էր դա նրանում, կարող ես անել, բայց եթե Աստված չկամենա, չես հասնի տեղ։ Ամենակարևորը ես կուզենայի նշել թույլ եւ ուժեղ կողմեր, օրինակի համար որպես այդպիսին մեծ անհաջողություն նա չի ունեցել, բայց ունեցել է տարիներ, որոնք իրեն բոլորիս համար իհարկե դաժան տարիներ էին, դրանք պատերազմներ, Արցախի 90-ականների եւ 88-ի երկրաշարժը, որը շատ մեծ հետք թողեց, իհարկե անկորուստ մենք էլ դուրս չեկանք այդ ամեն ինչից, հայրիկը ծանր էր տանում իհարկե, չէր կարողանում ստեղծագործել, բայց
իր մեջ ուժ գտավ, հաղթարեց եւ կարողացավ գտնել հենց նկարչության մեջ այդ լույսը, ուժեղ ինտուիցիա ուներ, ինչպես շատ նկարիչներ, եւ այդ ինտուիցիան երբեք իրեն չէր խաբում, ու կարողանում էր կանխատեսել շատ բաներ, օրինակ գիտենք, որ համաշխարհային շատ նկարիչներ մոտ մի 10-15-20 տարի հետո տեսնում են ինչ պիտի լինի եւ այդ ամենը փոխանցում կտավին, այդպիսի կտավներ մենք էլ ունենք։ Ես սպասում էի միշտ, որ ինքը խոսա, միշտ ինքը խոսա, ես հարցեր էի տալի, ինքը մարդ տեսակի մասին էր անընդհատ խոսում այս միջավայրում, ասենք, այս ժամանակա ընթացքում շատ մարդկային կերպարը աղճատվել եւ ինքը միշտ ասում էր, որ մարդը պետք է հայ մարդը մանավանդ ինքը վեկարապարներով պետք է առաջնորդվի։ Մարդուն եմ շատ սիրում դրա համար եւ շատ սիրում եմ եւ շատ ցավում եմ իր համար եւ գիտեմ, որ ամենավատ բաները եւ ամենալավ բաները մարդուց են դուրս ինձ մարդն է հետաքրում։ Ինձ մարդու եւ տիեզերքի ասո դիալոգն է հետաքրում, եթե դա լինում է իհարկե։ Ես ուզում եմ այդ տեսնեմ, այդ լսեմ։ Գարուկյանի այդ շրջանի կտավներում շատ էին արտացոլվում քրիստոնեական եւ թեմաները եւ կերպարները։ Բայց անկախ նրանից ինչ թեմա էր վերցնում գեղանկարիչը կամ ում էր նկարում, սյուժեն քրիստոնեական էր թե ոչ, նրա կերպարները միստիկ էին, ներկայացված միջավայրն էլ այն սահմանի ու այն աշխարհի մասին էր։ Նա նաեւ շատ կապված էր Աստվածաշնչի հետ եւ շատ եկեղեցին եղել է առաջին տեղում մեր։ Մեր եկեղեցով մենք դաստիարակվել ենք մանկուց այն ժամանակ դեռ Վանաձորում, որ բոլորը նույնիսկ թարս աչքով էին նայում, պապիկը իր տղաներին ամեն կիրակի տան մեր պատարագի նույն ձևի դաստիարակվեցինք մենք եւ ասեմ, որ այդ ամենը անդրադարձավ հետագայում նրա մտածողության մեջ։ Կարծում եմ, որ հավատքը, որը մեծ տեղ ուներ իր համար, տվեց այսպիսի արդյունք, այսպիսի արվեստ։ Քանի մոտենում էր արդեն իր կյանքի մայրամուտը, նա ավելի շատ մեծ տեղ էր տալիս Նարեկացու Մատյանին եւ մի օր մի հետաքրքիր օր կանգնեց եւ ինձ առաջարկեց մանե ջան, ես մի մտահղացում ունեմ, կուզենամ դու անես ու դու դա շատ լավ կանես։ Ասի ոնց, ինչ է։ Խառնվեցի մի քիչ, որովհետեւ հայրիկը հենց այնպիսի բան չէր կարող ասել։ Պարզվեց նրա մտքում մի գաղափար կա, որ ես իրականացնեմ Նարեկացու Մատյան ողբերգությունը հատվածաբար հնչի բեմին, որպես համերգային այդպես կատարում եւ Բախի մենանվագ ջութակի պարտիտներն ու սոնատները համատեղված մի երեկոյի մեջ, որը կոչվում է մշակութային երկխոսություն։ Այդ ֆորմատի մեջ դա գրական երաժշտական երեկո չէր լինելու, ես 5 տարի պրպտեցի, վերջախեղճ հայրս հեռացավ 16-ին, նոր մեկը հուշեց ինձ, որ մանան ջան, հորդ այդ տված ուղերձը խնդրում ենք աչքաթող չանել։ Անցավ մահից 4 ամիս, ես դա կյանքի կոչեցի Կոմիտաս Թանգարան ինստիտուտում հայտնիագույն դերասան Մակիչ Մարգարյանի հետ միասին։ Մենք իրար հետ, այո, եւ սցենարը եւ ռեժիսուրան այդպես իրար հետ լավ մտածված ներկայացրինք եւ մեծ հաջողություն եղավ։ Իհարկե դա նվիրված էր հայրիկիս հուշ երեկոյին։ Սա մի ուրիշ պատմություն է, որովհետեւ դա հենց այնպես չէր արված եւ նա ունի շարունակություն, ուրիշ ֆորմատի մեջ արդեն կստացվի, կիրականացնենք նախագիծը, ես այդ նախագծի ուղղակի ղեկավարն էի, բայց մտահղացման հեղինակը հայրս էր։ Սա հայրիկի առաջին կտավ յուղաներկ աշխատանքն է, որը 73 թվականին է նկարել, կոչվում է Ծաղիկով աղջիկը։ Համար մեկը սա է։ Հենրիկ Գարուկյանը, իբրև արվեստագետ, իրոք բարդ փուլով է անցել, այդ բարդությունը կայանում էր հնարավորությունների դաշտի, հնարավորությունների տիրույթի, ասած ստեղծագործական հնարավորությունների տիրույթի սեղմվելու պահին, երբ որ 60-ական թվականների այդպես մեծ ռեֆորմների, հասարակական խոսք հնչացնելու, բաց
այդպես բարձր ձայնով խոսելու կամ այդպես ասենք նկարչական լեզվով ասենք մաքուր գույներ դնելու, հա, մաքուր կարմիր դնելու, մաքուր դեղին դնելու, որպեսզի ասենք տեսնում ենք Մինաս Ավետիսյանի գործերի մեջ կամ Գրիգորի Գալստյանի, իրենք այդ հնարավորությունը չունեին, մաքուր այդպես բարձր եւ կիսատոներով էին աշխատ, բայց փոխարենը դա ուրիշ տեսակի հնարավորություններ էր ստեղծում, այլաբանություններ, ալեգորիաներով ստեղծագործելու, մի տեսակ եզովպոսյան լեզու մտցնելու արվեստի ստեղծագործության մեջ, ոչ թե մարտակոչ հնչացնելու, այլ այդպես ռեպլիկներ անելու, մի տեսակ ոչ թե բարձրաձայն մանիֆեստներով հանդես գալու, այլ բեմական խաղի հնարքներին դիմելու։ Մթնշաղեր, երեկոյան այդպես բաներ, դեպի գիշեր գնացող, այդպես ստվերներ երկարացնող, այդպես կերպավորումներ, երբ ֆիգուրը եւ ստվերը սկսում են հավասար կերպավորումներ ստանալ նույն մարդու ֆիգուրը եւ իր ստվերը, որտեւ լույսը ինքը արդեն մի տեսակ արհեստական լույսն է, մոմի լույսն է, ոչ թե հավասար լուսավորող, ոչ թե լույսի ավազան ստեղծող, այլ այդպես մի կետից այդպես արկայծող եւ ստվերներ ստեղծող սենյակի մեջ, սեղանի շուրջ հավաքված մարդկանց դեմքերին, այդ մարդկանց անջատությունը եւ խառնվածությունը խառնող իրար, այսինքն որտեղ մենք տեսնում ենք մի նկարչություն, որը որ վերացականի եւ ֆիգուրատիվի միջև է գտնվում, որտեղ որ ֆիգուրները խառնված են իրար եւ մի տեսակ չես կարողանում տարանջատել ով է։ Մենք այս ամեն ինչը տեսնում ենք նաեւ Հենրիկի գործերի մեջ եւ կարելի ասել, որ այն ռոմանտիկան, որ կապվում է երեկոյի հետ, որ կապվում է լուսուստվերի հետ, դեպի հեռուն գնացող պատմությունների գծիկը բացող պահի հետ, հեռու գնացող պատմությունների հետ, կամ հեռվի հետ կապված այդպես բաների հետ, երազանքների հետ, կամ անուրջների հետ, այս ամբողջը մենք ուրեմն տեսնում ենք Հենրիկի ստեղծագործության մեջ։ Հենրիկ Գարուկյանի հետքը ժամանակակից ռեալիզմի ժանրում ակնառու է, որովհետև սկսած մանկուց, որ նրա քանդակները իսկապես շատ հասուն էին, ես ֆոտոներով եմ դրանք հիմնականում հիմա նայում եւ ոնց որ հասկանում ասելիքը, բացի այդ քանդակները նա ունեցավ շատ բազմաթիվ, ուղղակի շատ մեծ քանակության կտավներ, որոնք աշխարհի տարբեր պատկերասրահներում եւ անհատական հավաքածուներում են։ Այդ կտավների մեծ մասը նույնիսկ ֆոտոները չեն պահպանվել, բայց ունենք սլայդները, կարևորը պահպանված է։ Հիմա ես շատ կուզենամ շեշտել, որ բացի կտավները, ինչ հետաքրքիր ուրիշ աշխատանքներ է նա իրականացրել, տարբեր եւ խմբակային եւ անհատական։ Ուրեմն հիմնականում պետք է շեշտել նրա
օպերային ստուդիայի հետ համագործակցությունը, որը Հովհաննես Հովհաննիսյանի հետ միասին, օպերային ռեժիսորի հետ միասին, երկար ժամանակ նա կոնսերվատորիայի օպերային ստուդիայի ներկայացումների բեմանկարիչն էր։ Էսկիզներ էր անում, տանում էին հետո դեկորացիաներ եւ այլն, ամեն ինչ մինչեւ վերջ տանում էին այդ գործը։ Մոցարտի, Հենդելի եւ Դոնիցետի լիքը օպերաներ այդպես ձևավորվեցին։ Դա այն վատ տարիներն էին էլի, ես հիշում եմ, այո, պատերազմի եւ պատերազմից հետո 90-ականներ, ցուրտ ու մութ վատ տարիներ, միևնույնը գործում էր այդ ստուդիան։ Պետք է շեշտեմ նաև ամսագրերի եւ գրքերի ձևավորումները իրականացրել։ Դրանք չեմ թվարկի, շատ ունի նաև օրինակ ինտերիեր ձևավորումներ, որ պետք է շեշտեմ Անի հյուրանոցի, այն ժամանակ ասում էին Վալյուտնի բար, այո, հիմա դա Անի մյուզիկ հոլն է, այդտեղի ձևավորումներն են արել Վլադիմիր եւ Արմեն Աթանյանների հետ միասին, դա պատվեր էր, որ բավական երկար ժամանակ աշխատեցին, Հրշեջների վարչության շենքի ներքին պատը ամբողջությամբ նկարել է միայնակ ինքը, դա էլ պատվիրել էին։ Ուզում եմ ասել, բացի դրանից պետք է շեշտել, որ նրա անձնական կապը չէր դեր խաղում, եթե անհատական հավաքածուին պետք է լիներ մի աշխատանք, ստացվում էր այնպես, որ ինքն էր ցանկություն հայտնում, ասենք այդ մեգա աստղին, օրինակ Շառլ Ազնավուրի պես անհատականությանը նա սրտանց ուզում էր իր գործերից մեկը նվիրել եւ այդպես էլ ստացվեց, այո, այնպես ստացվեց համերգից առաջ մոտեցավ մայեստրոին, նվիրեց մի մեծ հսկայական կտավ, նա էլ այսպես վերցրել էր, զարմացել էր, ասել էր տանեմ պահ տամ, քանի հանկարծ այստեղից մեկը չի վերցրել տարել, որովհետև ինքը գիտենք, որ Ազնավուրը այո, իր հավաքածուն ունի տանը։ Բացի Ազնավուրից Գարիգին եւ Նուշիկյանների հավաքածուում կա եւ կա պետք է հիշեմ Էռնեկյանի հավաքածուն, մի շարք ականավոր մարդկանց մոտ կան նրա կտավները, բացի դրանից պետք է ասեմ, որ նա չէր սահմանափակվում միայն գեղանկարով, անընդհատ տարբեր ժանրային լուծումներ գտնում էր, մի խոսքով նրան պետք էր մի նյութ, ինչ ուզում է պատահի, եւ նա ստեղծագործում էր, թղթից սկսած գնում էր մեկ էլ ապակու վրա, կարող է խնդրեմ մեր դուռը բաղնիքի դուռը խնդրեմ, մի օր մի ավստրալացի եկավ կնոջ հետ եւ ասեց այս դուռն եմ ուզում գնել, հայրիկը ասեց բերեք մի առանձին ուրիշ դուռ դրեք, սա վերցրեք տարեք։ Ուզում ասեմ լինում է այդպիսի դեպքեր էլի։ Ինչ պետք է ասվի նրա մնացած ժառանգության մասին, ես կարծում եմ, որ արվեստագետը ի վերուստ արդեն նախախնամությամբ եկել է, արարել է, նա այսպես չի վերցրել ու ինքը որոշել, դա արդեն Աստված այդ ծրագիրը տվել է, ուղարկել է նրան այս աշխարհ եւ նա իր սերը արտահայտել է ոչ միայն արվեստով, այլ մարդկային շփումների մեջ նույնպես։ Սարսափելի շատ մեծ տեղ էր տալիս իր ընկերներին եւ նրանց մեջ հայտնի արվեստագետներ կան, երաժիշտներ, կոմպոզիտորներ, բժիշկներ, հայտնիագույն մարդիկ։ Այս արվեստանոցում շատ ականավոր, հանրահայտ մարդիկ են միշտ հյուր եղել։ Նրանցից մի քանիսի անուններ թվարկեմ, օրինակ Ֆրունզե Մկրտչյանը, Սարո Սարուխանյանը, Հենրիկ Իգիթյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, նրա կինը Ալիս Կապլանջյանը եւ նույնիսկ Ելյանա Սաֆոնովան, հանրահայտ դերասանուհի, ու բոլորը որպես կանոն գալիս էին, Հենրին շատ սիրում էր խնջույքներ կազմակերպել։ Նրա թույլ կողմերից մեկը դա էր։ Շռայլը ծախսում էր, սիրում էր բնությունը, ձկնորսությունը, սիրում էր շատ բնության գրկում իր ձեռքերով պատրաստել, հյուրասիրել եւ արվեստանոցում անընդհատ հյուրեր եւ խնջույքներ։ Հիշողությունները այս արվեստանոցի մեծ են, ես իհարկե այս շրջանակներում չեմ կարողանա բոլորը թվել, բայց կուզենամ, որ նրա ամենակարևոր ձեռքբերումներից մեկը շեշտեմ,
Նա համարում էր իր ընտանիքը, իր ամենամեծ ձեռքբերումը ու միշտ շեշտում էր, դրանից վեր ոչինչ չկա իր համար։ Առաջինը իր կնոջը, որին գտել էր շատ իրենք համապատասխան զույգ էին, ամբողջ կյանքում սիրահարված։ Հետո երեխաներին, ինձ եւ եղբորս Մուշոյին, որի մասին էլի երկար կարելի է շատ խոսել, եւ այնուհետեւ երկու թոռնիկներին, Եվային եւ Միքայելին, որոնց հասցրեց վայելել, իսկ երրորդին Դավիթին այդպես չտեսել, որովհետեւ ուշ ծնվեց Դավիթը։ Հիմնականում սա էր, նա համարում էր, այո, ընտանիքը։ Եվ ամեն ինչ անում էր եւ ընտանիքի համար եւ ընկերների։ Ահա որ նվիրված տեսակ էր նա։ Նա շատ կարևորում էր արվեստագետների հետ այդ հավաքները տարբեր հայաստանյան քաղաքներում։ Օրինակ դրանցից մեկը Դիլիջանի սիմպոզիումն էր, որ ամեն տարի գարնան վերջին տեղի էր ունենում խորհրդային տարիներին եւ հայրիկը մեծ հաճույքով գնում էր։ Դա այնքան կարևոր մի սիմպոզիում էր, որի ընթացքում բոլոր ճյուղի արվեստագետներն էին հավաքվում եւ նրանք քննարկում էին, համագործակցային կապեր էին ստեղծում իրար հետ եւ բոլորը ներկայանում էին իրենց ստեղծած արվեստով, ասենք մեկը իր երգով, մյուսը իր կոմպոզիցիայով, մյուսը նկարով, մյուսը քանդակով, նրանք անընդհատ տարբեր եզրեր էին գտնում շփման եւ հետագա համագործակցության։ Դա էր կարևորներից մեկը եւ նաեւ կարևորը վերջին տարիներին նրա կյանքի, երբ որ նա գնաց Լորվա հայրենակցական միության այդ պլեներին եւ բավական հայտնի արվեստագետների հետ միասին, այնտեղ էին Անատոլի Ավետյանը, Լորիկ Մինասյանը եւ այլ, այդ պլեներն էլ իրեն ահագին բան տվեց, որովհետեւ իրենք ոչ միայն եղան քաղաքներում Լորվա, ավելի շատ եղան բնության գրկում, Օձունում, Հրանտ Մաթեոսյանի տանը, շրջակայքում եւ նկարում էին ինչ տեսնում էին, Մարց գյուղը օրինակ շատ հետաքրքիր էր։ Ես կարծում եմ, որ այդ կոնտեքստի մեջ շատ ավելի լավ կնկարագրի Լորիկ Մինասյանը, գեղանկարիչ։ Գարուկյանի մասին լսել էի Հենրիկ Իգիթյանից, որը ինքը շատ էր հետևում այդ Գարուկյանի այդ սերունդի նկարիչներին եւ բացահայտումներ էր անում։ Ես իրանից եմ լսել, շատ եմ լսել եւ շատ է ուզում, որ իր այդ հանդիպեի, շփվեի, ճանաչեի։ Եվ օրերից մի օր տենց հնարավորություն ստեղծվեց, սիմպոզիում կազմակերպվեց հայկական ներկապնակ այդ շրջանակներում սիմպոզիումի, որը կազմակերպում էր Լորվաձոր հասարակական կազմակերպություն։ Ու այդտեղ հավաքվեցին նկարիչներով եւ շատ անակնկալ էր, որ ինքն էլ ընդգրկված էր այդ հավաքին, այդ սիմպոզիումին եւ շատ ուրախացա։ 7-8 օր շփվել ենք։ Խոսել, ասենք, հացի շուրջ, ճաշի շուրջ, տենց շատ հետաքրքիր անձնավորություն էր։ Ես միշտ մտածում եի այս նկարչության, ասենք, հեղինակը ինչ հոգուտեր է, ինչ մտածելակերպիքներ է եւ արդարացավ իմ սպասելիքները, շատ հետաքրքիր անձնավորություն, իր պատմություններով, իր հումորով, շատ լավ տպավորված եմ իրանից։ Եվ դուրս էին գալի, ասենք, Օձունում էինք մնում, այդ հյուրատուներ, դուրս էին գալիս տարբեր միջավայրեր, տարբեր, ասենք, գյուղի եւ ընդհանրապես այդ տարածաշրջանում խմբերով տենց ծրվում էինք եւ նկարում էինք։ Մի անգամ տենց հանդիպեցի իր հետ հանդիպեցի, ես հաղպատում եւ իր գործը տեսա, հենց ու շատ ուրախացա նախ իր մոտեցումը, բացի բնանկարից ինքը երկնքում հրեշտակ ձիով տենց պատկեր, ասենք, պատկեր էր արել եւ այնքան համահունչ էր այդ հաղպատին, շատ
շատ հետաքրքիր էր, որպես, ասենք, ստեղծագործող ես անակնկալի եկա եւ ուրախացա, որ վերջապես այդ անձնավորության աշխատանքը հենց իմ աչքերով տենում եմ։ Հենի Գարուկյանի այդ տարիների կտավները մարդու այդ զգայական ճանապարհով Աստվածայինի մասին մտորելու, Աստծո հետ երկխոսելու հնարավորություն են ընձեռում։ Նկարչի վերջին տարիների ստեղծագործություններում շատ կարևոր տեղ էր գրավում ոսկեգույնը, որը դեռ անտիկ ժամանակներից համարվում էր երկնքի խորհուրդը։ Հիրավի գեղանկարիչն իր ստեղծագործություններով զրույց էր սկսել ոսկեգերազների ու ոսկեմիրաժների մասին։ Թեմատիկ առումով կուզենայի շեշտել, որ հայրիկի գեղանկարչությունը, եթե շատ ուշադիր նայում ես, ինքը իրոք հայկական նկարչություն է։ Բայց քանի որ մեր աչքը սովոր է տեսնել հայոց բնությունը, եկեղեցիները, Մասիսը եւ այլն, պետք է այսպես ասեմ, նա իր ձեռագիրը գտավ ինչպես։ Նա համատեղեց արևմտաեվրոպական արվեստը եւ հայ նկարչությունը։ Նրա նկարչության գույների տակ մենք տեսնում ենք եւ Սարյան, եւ Մինաս, եւ մեր լավագույն նկարիչների կոլորիտը։ Իսկ ինչ վերաբերվում է թեմատիկային, նա ամեն թեմայի մեջ էլ ստեղծագործել է։ Նա ունի մի Հայաստան կտավ, որտեղ Հայաստանը մի բուռ է դարձել Մասիսի եւ Արագածի ամբողջ այդ շրջապտույտի մեջ։ Նա ունի գործեր, որ հունահռոմեական դիցաբանությունից են կերպարները, ունի աշխատանքներ, որտեղ գերակշռել է կոմպոզիցիոն մեծ շարք եւ մեծ կտավների քանակությամբ գերակշռում էր կնոջ կերպարը։ Եվ երբ նրան հարցնում էին որտեղ է քո կնոջ դիմանկարը, նա ասում էր բոլոր կտավներիս մեջ Անահիտս է։ Էսթետիզմը, որ մենք տեսնում ենք 70-80-ականների սկզբի արվեստագետների ստեղծագործության մեջ, այն էսթետիզմի դեմ ուղղված շարժումները, որ մենք տեսնում ենք 80-ականների վերջին, 90-ականների սկզբին, երկուսով միասին ներկայացնեն մեր մոդեռն արվեստից անցում կատարող դեպի հետմոդեռն արվեստ անցման այդ ամբողջ բանը ելևեջը եւ Հենրիկը ինքը այդ ելևեջը հնչացնող արվեստագետներից մեկն էր, կառուցող եւ կամերային իսկապես տենց բանի մեջ մի կողմից ինքնամփոփ, մյուս կողմից արվեստը իբրև ինքնուրույն մի բան, ինքնուրույն մի ոլորտ, ինքնուրույն մի առարկա, որը ունի բացարձակ նշանակություն, բացարձակ արժեք, այս ուրեմն գիտակցությունը կրողներ եւ այդպես էլ ամբողջ կյանքը նվիրեց, որպեսզի դառնա իսկապես մշակ, արվեստի մշակ, իր ժամանակը կերպավորող, իր ժամանակի հնարավորությունների մասին այդպես ուղերձ ձևակերպող մի արվեստագետ, որ բոլոր ժամանակներում էլ կունենա իր արվեստասերը, կգտնի մի անկյուն ինտերիերում, ինչ-որ մեկի տան եւ նաեւ կգտնի իր տեղը թանգարանների կամ մասնավոր հավաքածուների ցուցադրությունների մեջ։ Ես մտադրվեցի 1 տարի առաջ կազմել մի նախագիծ, որը սովորական չէր եւ նրա բացումը հենց նվիրել հորս Հոբելյանին։ Կոչվում էր Ծաղիկով աղջիկը։ Ծաղիկով աղջիկը հենց Հենրիկ Գարուկյանի բոլոր այդ
կանանց կոմպոզիցիաների հավաքական կերպարն է։ Այդպես է ես զգում։ Եվ որոշեցինք, քանի որ նա իր կյանքի ընթացքում 3 անգամ էր նկարել այդ կտավի, այդ անվանումով գործ, 73 թվականին նրա առաջին յուղաներկ աշխատանքը հենց եղել է Ծաղիկով աղջիկը, որը մենք տեսնում ենք մեր արվեստանոցի այս պատին։ Երկրորդը 2008-ին նկարել էր եւ նվիրել եղբորս Մուշեղին։ Ես տխրեցի, որ այդ աղջկան տարան, որտեղ շատ է սիրահարված այդ կտավին, եւ նա ինձ խոստացավ ու հենց նույն տարին նկարեց իմ համար 3-րդ Ծաղիկով աղջկան, որ նվիրեց անձամբ ինձ։ Եվ դա դարավ այս հոբելյանական միջոցառման մեխը, որի շրջանակում աշխատել ենք 3 հոգով, ավելի շուտ ես նախագծել եմ, բայց իրականացրել ենք 3-ով։ Արվեստաբան Արմեն Արուստամյանը, հրաշալի մի երիտասարդ, որը կարողացավ այնպես ներկայացնել Հելի Կարուկյանի թե կենսագրությունը, թե արվեստը վերլուծելով, եկավ հասավ այդ 3 կտավներին, որոնք բեմին տեղադրված էին, վերլուծեց եւ իսկապես շատ տարբեր էին այդ կտավները։ Ամեն մեկը իր հետաքրքիր լուծումներով։ Իսկ վերջում ամփոփելով ներկայացնելով Հելի Գարուկյանի թե կենսագրականը, թե ինչ-որ չափով նրա անցած ուղին, ուղղակի կուզենամ ասեմ, որ նա ապրում է իր գործերով, իր զավակներով, իր թորնիկներով։ Այնպես է, որ մենք զգում ենք նրա ներկայությունը։